Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, արդեն երկրորդ օրն է, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը եւ ելույթս ցանկանում եմ սկսել հետեւյալ շեշտադրմամբ, առայն որ կառավարության ջանքերը եւ ներկայացված նաեւ հսկայածավալ աշխատանքները ի վերջո միտված են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացու համար լինի առավել ապահով, լինի առավել հարմարավետ, լինի առավել արժանապատիվ, թե ապրելու, թե ճամփորդելու, թե ստեղծագործելու եւ թե նաեւ աշխատելու համար։ Եվ մեր ջանքերը միտված են հենց այսպիսի պետություն ձևավորելուն եւ զարգացնելուն։ Սա է մեր միասնական նպատակադրումը եւ նաեւ աշխատանքների վեկտորը, որն այս պահի ունենք։ Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքը ներքին գործերի նախարարության մանդատին առնչվող փոփոխությունների մասով, նախ պիտի նշեմ, որ տարվա կտրվածքով մենք շարունակել եւ ավարտին ենք հասցրել ժողովրդավարական նոր ինստիտուտի գործադիր իշխանության մարմնի նոր մասի ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ընդ որում քաղաքացիական վերահսկողության եւ նաեւ քաղաքական պատասխանատվության ներքո է ձևավորվել այս կարևորագույն ինստիտուտը եւ պատահական չէ, որ փորձագիտական գնահատականները սահմանում են այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամեծ նվաճումը։ Պատահական չէ նաեւ հարգելի գործընկերներ, որ հայաստանյան օրինակը նաեւ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում մեր միջազգային գործընկերները ներկայացնում են արդեն իսկ որպես օրինակելի փորձ։ Կարևոր եմ համարում այն, որ թե նախարարության ստեղծման նախադրյալները եւ թե նաեւ ձևավորման ամբողջ ընթացքը կազմակերպվել է այնպես, որ այս կառույցը լինի հայաստանյան անվտանգային լանդշաֆտում ոչ թե պարզապես նոր խաղացող, այլ իրապես կոնցեպտուալ առումով նոր կառույց, որը ունի անհրաժեշտ եւ բավարար լիազորությունները եւ նաեւ մանդատը ապահովելու համար ել ավելի բարձր որակի հանրային ծառայությունների մատուցում մեր հանրությանը եւ հետեւապես նաեւ ոստիկանության նկատմամբ իրականացնելու քաղաքացիական վերահսկողություն։ Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով առաջին բաղադրիչին նախարարության մանդատի շրջանակներում կցանկանայի անդրադառնալ հանրային անվտանգությանը։ Հանրային անվտանգության անդրադարձս կցանկանայի սկսել նախ շնորհավորական խոսքով, ուզում եմ շնորհավորել ես եւս ոստիկանության համակարգի մեր բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, մասնագիտական տոնի գոյությունն ինքնին փաստում է, թե որքան կարևոր է այս մասնագիտությունը թե Հայաստանի Հանրապետության համար եւ թե նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի իր ամենօրյա սրտացավ եւ անձնվեր ծառայության համար։ Ուզում եմ հարգելի գործընկերներ նաեւ շեշտադրել, որ խորհրդանշական այսօրը ժամեր առաջ նաեւ վարչապետի գլխավորությամբ բացել ենք պաշտոնապես Պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը, որը ոչ թե պարզապես հերթական շենք է իր բովանդակությամբ, որը բացել ենք, այլ մի մեծ բովանդակություն, որը որ մեզ պիտի թույլ տա այս աշխատանքն իրականացնել նոր պայմաններում, նոր որակով եւ նաեւ նոր ստանդարտով։ Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին պիտի փաստեմ, որ 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ 3 հենասյունային ուղղությունները գործարկված են։ Ի լրումն Պարեկային ծառայության գործարկվել է նաև քրեական ոստիկանությունը եւ համայնքային ոստիկանությունը, ընդ որում ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ, որովհետև քրեական ոստիկանության դեպքում մենք նախանշել ենք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ աշխատանքի հիմնական ֆունկցիոնալը, իսկ համայնքային ոստիկանության դեպքում շեշտը դրված է համայնքին առավել մոտ կանգնելու գործառույթի վրա, համայնքի հետ ամենօրյա աշխատանքի վրա։ Հետևաբար թե անչափահասների հանցավորության դեմ պայքարի հարցերն են մեր թիրախում եւ թե նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Հարգելի գործընկերներ, անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին, ես պիտի փաստեմ, որ այն այլևս Հայաստանի Հանրապետությունում արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել է իրենից ներկայացնում եւ գոյության արդեն իսկ մի քանի տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը եւ ունենք բավական տպավորիչ արդյունքներ, պիտի փաստեմ, որ թե միջազգային հարցումները, թե վիճակագրական ցուցիչների արդյունքները թույլ են տալիս մեզ նշելու, որ Հայաստանի Հանրապետությունում համեմատած նախորդ նույնիսկ տասնամյակների այսպիսի համայնքամետ ծառայություն երբեք չի գործել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մեր արժեվ դրված նպատակադրումները, որոնք եղել են այս ծառայության գործարկման հիմքում, ամբողջովին կարելի է իրացված համարել։ Ընդ որում ես ցանկանում եմ նշել, որ
2021 թվականից մինչև 2024 թվականների ընթացքում Երևանում կաշառքի փորձ կատարելու 67 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից։ Իսկ մարզերում 29 դեպք։ Բնականաբար այս բոլոր դեպքերում պարեկային ծառայողները բերման են ենթարկել այն իրավախախտին, որը համարձակություն է ունեցել պարեկային ծառայողին առաջարկելու կաշառք։ Այս 3 հենասյունային ուղղություններով ընթացիկ տարում մենք կշարունակենք կատարելագործել մեր կարողություններն ու գիտելիքները եւ բնականաբար կապահովենք հետագա զարգացում։ Վերջին 4-րդ հենասյունային ուղղությունը ոստիկանության գվարդիան է։ Անցած տարի ազգային ժողովի հետ սերտ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ընդունված է օրենսդրությունը այս առումով առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ, ընդ որում գործընկերներ, երբ որ մենք խոսում ենք ոստիկանության համակարգի մասին, որտեղ տասնյակ հազարավոր աշխատակիցների մասին ենք խոսում, շատ դժվար է ստանդարտը իմպլեմենտացնել այնպես, որ միասնական կիրառություն ունենա, բայց մենք ունենք այդ հանձնառությունը, այս ստանդարտը ի վերջո ներդնելու Հայաստանի Հանրապետությունում եւ 2025 թվականի կտրվածքով ամբողջ ջանքերն ուղղելու ենք հենց այս նպատակի իրականացմանը։ Բնականաբար պետք է արձանագրեմ, որ մեր առջև դրված հավակնոտ նպատակների իրականացման տեսանկյունից կարևոր է, թե ինչպիսի մարդկային կապիտալով, մարդկային ներուժով ենք այս ամենը իրականացնում։ Եվ այս տեսանկյունից մենք կենտրոնացել ենք ներքին գործերի նախարարության կադրային ռեսուրսի զարգացման գործընթացի վրա։ Ընթացիկ տարում ստեղծվել է արդեն իսկ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը եւ պիտի նշեմ, որ այն ունի օպտիմալ կառուցվածք, այն այլևս քաղաքացիական կառավարման է գործում ներքին գործերի նախարարության ենթակայությամբ եւ պետք է փաստել, որ ընթացս իրականացված բոլոր փոփոխությունները հետեւյալ ասպեկտով են դիտարկվում։ Մենք քննարկում ենք ոչ թե տարիների քանակը, որի շրջանակներում որ ուսումնառություն են անցնում ոստիկանները, այլ դրանց որակը։ Հետևաբար մեր կենտրոնացումն այն է, որ ավելի լավ է ունենալ շուրջ 1 տարվա ինտենսիվ, ինտերակտիվ կուրս ոստիկանության ապագա ծառայողների համար, քան 4 տարվա այնպիսի կրթություն, որը կարող է ոչ բավարար լինել ոստիկանական աշխատանքի տեսանկյունից։ Եվ հետևաբար ընթացիկ տարում մենք որակի տեսանկյունից անելու ենք լուրջ ներդրումներ, որը կենթադրի թե ենթակառուցվածքային փոփոխություններ եւ թե նաեւ բովանդակային փոփոխություններ կրթության ոլորտում։ Կարևոր է նաև թե մենք ինչպես ենք հավաքագրում մեր կադրերին, որովհետև երբ որ մենք խոսում ենք կրթության մասին, կարևոր է կրթությունից մի քայլ հետ գնալ, այսինքն հասկանալ, թե ովքեր են այն անձինք, որոնք պիտի մասը կազմեն այս կրթությանը։ Եվ հետևաբար այս տարվա կտրվածքով արդեն իսկ հավաքագրման process-ը եւս լինելու է մեր թիրախում որպես առաջնային խնդիր։ Հմուտ կադրերին ծառայություն բերելը միայն բավարար չէ, սիրելի գործընկերներ, որովհետև կարևոր է նաև նրանց պահել համակարգում, կարևոր է նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ նաև ապահովել։ Եվ արժանապատիվ վարձատրության ապահովման համատեքստում 2024 թվականին շարունակվել է ոստիկանության ծառայողների ատեստացիան։ 24 թվականի կտրվածքով ատեստավորման համար դիմել են ոստիկանության 4063 ծառայողներ, որոնցից 1031-ը հաղթահարել են ատեստավորումը։ Այսօր համակարգում, օրինակ, քրեական ոստիկանը, եթե նախկինում ստանում էր շուրջ 285,000 դրամ դրամական բավարարում, այսօր այլևս այդ թիվը կրկնապատկվել է։ Բնականաբար շատ են հնչում այնպիսի մտահոգություններ, որ այ օրինակ ոստիկանությունն է այն համակարգը, որտեղ որ պիտի աշխատավարձային նմանատիպ քաղաքականություն լիներ եւ փոփոխվեին աշխատավարձերը, հարգելի գործընկերներ, վստահաբար այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ապահովող իրավապահ կառույցի ներկայացուցիչը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն։ Պետք է փաստեմ նաև, որ մենք կենտրոնացել ենք նաև կանանց ներգրավվածության բարձրացմանը ոստիկանության համակարգում, հաշվի առնելով այն դրական էմոցիաները, այն դրական փոփոխությունները, որոնք կարող են բերել սեռերի հավասար ներկայացվածությունը այս տեսանկյունից եւ արդեն ունեցել ենք 2 նպատակային ընդունելություն, արդեն իսկ ընթացս այս տարվա կտրվածքով եւս 1 ընդունելություն կհայտարարենք։ Գործընկերներ, չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր փոփոխությունները ըստ էության ավելի ռազմավարական են, հետևաբար երկարաժամկետ process-ում պիտի տան իրենց արդյունքները, բայց մենք արդեն իսկ հասցրել ենք շատ տպավորիչ արդյունքներ գրանցել առնվազն վիճակագրական տարբեր դասիչներում։ Ինձ համար մի քանի թիվ եմ առանձնացրել եւ վստահ դա եւս ազգային ժողովում ներկայացնելու ենթակա թվեր են։ 2024 թվականին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ 1.1%-ով նվազել է, նվազում ենք ունեցել։
Սա թե կատարված փոփոխությունների եւ թե նաեւ մեթոդաբանական առումով մեր փոփոխությունների արդյունք է, եւ ես պիտի փաստեմ, որ օրինակ, երբ որ մենք փոխում ենք մեթոդները հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տեսանկյունից եւ ավելի շատ կենտրոնացումը տանում ենք դեպի ներմուծումը, արտադրությունը, մենք կարողանում ենք մեծ խմբաքանակների բացահայտմամբ հետագայում կանխարգելել շատ ավելի փոքր խմբաքանակների հայտնվելը շրջանառության մեջ։ Եվ 2024 թվականին արգրավվել է արդեն իսկ 426 կիլոգրամ շուրջ թմրամիջոց, որը 2023 թվականի համեմատությամբ ավելին է 202 կիլոգրամով։ Մեր կատարած աշխատանքի արդյունքում պարեկային ծառայության շատ լայն ջանքերի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են։ Գործընկերներ, եւ սա այն պայմաններում, երբ կրկնապատկվել են 2015 թվականի համադրությամբ տրանսպորտային միջոցների թիվը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ունեցել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ վիրավորներինը 421-ով։ Այս փոփոխությունների արդյունքները նաև արտահայտվում են մեր սոցիալական հարցումներում եւ այս մասին փաստում է ոչ թե ներքին գործերի նախարարությունը որպես պետական շահագրգիռ կառույց, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մասնակցելով տարբեր սոցիալական հարցումների։ Դրանց արդյունքները մանրամասն նկարագրված են զեկույցում։ Հանրային անվտանգության մյուս բաղադրիչը բնականաբար ԱՂՏ-ի ռիսկի կառավարումն է եւ փրկարար ծառայության աշխատանքը։ Տարին մեզ համար բավական մարտահրավերային է եղել, հատկապես հաշվի առնելով Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած իրադարձությունները ջրհեղեղի հետևանքով, բայց ես պիտի փաստեմ, որ կառավարության ջանքերով մենք կարողացել ենք արագ արձագանք ապահովել այս դեպքերում, Եվ նաև առաջին անգամ նմանատիպ լայնածավալ փոխհատուցում ենք ապահովել մեր քաղաքացիների համար։ Շուրջ 1.3 միլիարդ դրամ է հատկացվել ֆիզիկական անձանց եւ նաև իրավաբանական անձանց փոխհատուցման շրջանակներում։ Ընդ որում 2025 թվականին հատկապես իրավաբանական անձանց մասով կշարունակվեն փոխհատուցումների տրամադրումը։ Փրկարար ծառայության ատեստավորման համակարգը եւս շարունակվել է գործել այս տեսանկյունից եւ ես պիտի փաստեմ, որ արդեն իսկ փրկարար ծառայության գրեթե 1/3-ը մասնակցել է ատեստավորմանը։ Արդյունքները բավական դրական են եւ այս տարվա կտրվածքով շարունակելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքները։ Իսկ 2025-ը լինելու է փրկարար ծառայության մոդեռնիզացման տարի, թե ֆունկցիոնալի տեսանկյունից եւ թե նաեւ կառուցվածքային փոփոխությունների տեսանկյունից։ Հարգելի պատգամավորներ, ինտենսիվ աշխատանքներ են տարվել նաև միգրացիոն ուղղությամբ, միգրացիոն ոլորտի աշխատանքների ուղղությամբ, ինստիտուցիոնալ առումով կրկին 2024-ը նշանավորվել է նրանով, որ նախարարության տանիքի ներքո այլևս սկսել է գործունեություն ծավալել միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, որն ամբողջացնում է միգրացիոն ամբողջ շղթան այս տեսանկյունից։ 2025 թվականի սկզբին արդեն հյուրընկալել ենք Եվրոպական միության մեր երկու առաքելություններին, որոնք եկել էին արդեն մանրամասն դիտարկելու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության գործնական փուլի հետագա աշխատանքները, որոնք մենք տվել ենք արդեն իսկ անցած տարվա կտրվածքով։ Սա ոչ միայն մեր քաղաքացիներին ավելի մոբիլ հնարավորություններ տալուն է միտված, հարգելի գործընկերներ, այլ նաև հնարավորություն է տարբեր ոլորտներում, հատկապես հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտում ներգրավելու նոր ստանդարտներ եւ հետամուտ լինելու դրանց ամբողջական իմպլեմենտացմանը։ Տարվա կտրվածքով եւ հատկապես նաև վիզաների ազատականացման համատեքստում կարևորել ենք նաև կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները եւ 2024 թվականին ամբողջությամբ լծված ենք եղել հենց այդ աշխատանքի իրականացմանը եւ ես ուրախ եմ փաստելու, որ մենք արդեն ունենք հաղթող ընկերություն, որի հետ առաջիկա օրերին կկնքենք արդեն պայմանագիրը եւ արդեն 2026 թվականի երկրորդ կիսամյակում կկարողանանք նոր որակի փաստաթղթեր տալ մեր քաղաքացիներին։ Միգրացիոն ոլորտում բնականաբար աշխատանքները նաև ամենօրյա ռեժիմով են շարունակվել եւ ես պիտի նաև փաստեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին 3 տարիների կտրվածքով կարելի է ասել եռապատկվել է, տարեկան կտրվածքով անցնելով 20,000-ը։ Սա դրական ցուցանիշ է բավական եւ մենք նաեւ սրան զուգահեռ խնդիր ենք ունեցել հասկանալու թե ինչպես կարելի ավելի թվայնացնել այս գործընթացը եւ 2024-25 թվականների կտրվածքով ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը որ պիտի մեզ թույլ տա ամբողջովին թվային հարթությունում իրականացնել դիմումների ընդունման ամբողջ գործընթացը, իրականացնել մեր ստուգումները եւ գնալ առաջ։ Գործընկերներ, պիտի փաստեմ, որ հնդածս եւ նաեւ 2024 թվականի կտրվածքով մեր թիրախը լինելու է ծառայության
վերազինումը եւ նաեւ թվային գործիքակազմով վերազինումը, որովհետեւ հատկապես երբ որ մենք խոսում ենք մեր քաղաքացիների ինքնության մասին, շատ կարեւոր է անդրադառնալ նաեւ բնակչության պետական ռեգիստրին։ Բնակչության պետական ռեգիստրն է այն հենասյունային տվյալների բազան, որը որ մեզ պիտի թույլ տա ճանաչել մեր քաղաքացուն, հասկանալ թե կյանքի շղթայի մեջ ինչպիսի փոփոխություններ են գրանցվում տվյալ անձի կյանքում։ Եվ ես պիտի փաստեմ, որ մոդելը հստակ ուրվագծված է եւ կարծում եմ արդեն առաջիկա ամիսներին ազգային ժողովի կողմից կունենանք լիահույս եմ, կունենանք օրենքի հաստատում եւ կկարողանանք առաջ շարժվել։ Հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասին խոսելիս բնականաբար պիտի անդրադառնամ նաև հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքին եւ 2024 թվականի տարեվերջին մենք արդեն ներդրել ենք հերթագրման նոր համակարգ, որի շրջանակներում քաղաքացին կարողանում է ընտրել իր նախընտրելի օրը, ժամը եւ վայրը այսպիսի ծառայություններ ստանալու համար։ Նախորդիվ մենք ունեինք այնպիսի մի իրավիճակ, երբ որ քննությունից ընդամենը ժամեր առաջ մեր քաղաքացին կարող էր ստանալ մի կարճ հաղորդագրություն եւ դժվար իրավիճակի մեջ հայտնվել հաջորդ օրը մասնակցելու տվյալ քննությանը։ Այս պահին մեր քաղաքացիներն իրենք են ընտրում, թե որտեղ, երբ պիտի հանձնեն տվյալ քննությունը։ Պիտի փաստեմ, որ նաեւ տարեվերջին մենք ձեռք ենք բերել մեր քաղաքացիներին ավելի մոտ կանգնած լինելու, ավելի մատչելի ձևով ծառայությունները մատուցելու մեր գրասենյակները, արդեն իսկ 3 ՆԳՆ սպասարկման գրասենյակները գործում են, դրանք 6 մարզերում արդեն իսկ ծառայություն են իրականացրել Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում, ընդհանուր առմամբ կատարելով ավելի քան 220 գործարքներ։ Բնականաբար այստեղ կարևոր է նաև հաղորդակցության ստանդարտը, որը որ մենք պիտի ունենանք մեր քաղաքացիների մատուցվող ծառայությունների տեսանկյունից եւ պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում այն բիոմետրիկ համակարգը, որը որ կներդնենք, սա նաև ցույցիչ է լինելու հանրային ծառայությունների մատուցման նոր ստանդարտի, որը որ մեր քաղաքացիների մոտ բնականաբար ակնհայտ տարբերություններ ցույց կտա ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս ցանկանում եմ ընդգծել, որ սա կառավարության ներդրած ջանքերի հսկայածավալ աշխատանքի միայն երևացող կողմն է, որովհետև չերևացող հատվածում մեր ամենօրյա քննարկումներն են վարչապետի գլխավորությամբ, մեր ամենօրյա ուսումնասիրություններն են, մեր ամենօրյա քննարկումներն են նաև ազգային ժողովի գործընկերների հետ եւ նաև որոշումների կայացումն է, որը որ թույլ է տալիս մեզ նմանատիպ զեկույցով արդեն իսկ հանդես գալ ազգային ժողովի քննարկմանը։ Զուգահեռ փաստեմ, որ 2025 թվականը պիտի լինի այս արդյունքների կապիտալիզացման տարի, այս արդյունքների ամրապնդման տարի։ Բնականաբար խնդիրներ դեռևս ունենք եւ 2025 թվականի կտրվածքով շարունակելու ենք այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել նախարարության մանդատի ամբողջ ծավալով։ Այս տարվա կտրվածքով արդեն իսկ ունենք մի շարք պլանավորումներ, որոնք հասցրել ենք նաեւ կոմունիկացնել մեր գործընկերների հետ, բայց վստահ եմ, որ մեր ունեցած սերտ համագործակցությունը նաեւ ազգային ժողովի հետ հաշվի առնելով կկարողանանք ընթացիկ տարում եւս արձանագրել նմանատիպ տպավորիչ արդյունքներ։ Շնորհակալ եմ, սիրով պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին։